Ապրիլի 15-ից մեկնարկում է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Դիմորդները հնարավորություն ունեն պահպանել իրենց արդեն ստացած գնահատականը կամ կրկին հանձնել քննություն, նշելով նախընտրած բուհն ու մասնագիտությունը։ Հունվար-փետրվարին բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին աննախադեպ մասնակցություն է եղել, ընդգրկվել են շրջանավարտների կեսից ավելին։ Այս տարի հայտագրվել է 12447 դիմորդ, անցած տարվա 11534-ի փոխարեն։ Ամենապահանջված առարկան եղել է անգլերենը, որին մասնակցել է 7222 դիմորդ, իսկ քննությունը կազմակերպվել է 2 անգամ տեխնիկական խնդրի պատճառով։ Մեծ քննությունը մեզ համար եղել է մաթեմատիկա առարկայից 5589 հոգի, միջին գնահատական եղել է 19, նախորդ տարի եղել է մաթեմատիկայի միջին գնահատականը 11.2 Հա, 0.3%-ով նվազել է։ Մաթեմատիկա առարկային մասնակցել է 5589, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է, իսկ հայոց լեզու եւ գրականությունին 4565 դիմորդ։ Մասնակցությունը ցածր է եղել նաեւ ռուսաց լեզվի դեպքում։ Մասնագետները նշում են, որ վերջին տարիներին նկատվում է առարկաների ընտրության փոփոխություն, դիմորդներն ավելի հաճախ նախընտրում են այն առարկաները, որոնք իրենց կարծիքով կիրառելի են աշխատաշուկայում։ Այս համատեքստում աճել է հատկապես օտար լեզուների պահանջարկը, մինչդեռ ճշգրիտ գիտությունները որոշակիորեն զիջում են դիրքերը։ Մասնավոր պարապմունքների տարածվածությունը եւս ըստ մասնագետների ազդում է արդյունքների վրա։ Այն դիմորդները, ովքեր ունեն լրացուցիչ պատրաստվելու հնարավորություն, հաճախ ավելի բարձր միավոր են գրանցում, ինչը խորացնում է անհավասարությունը։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ դիմորդներ ընտրում են ոչ թե իրենց հետաքրքրություններին համապատասխան մասնագիտություններ, այլ առավել անցողիկ համարվող տարբերակներ, պարզապես բուհ ընդունվելու նպատակով։ Հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում անկում է ապրում, բայց այս իրավիճակը, որ հիմա գոյություն ունի Հայաստանում, բերելու է նրան, որ մի քանի տարի անց մասնագետների պակաս ենք, սով ենք արդեն ունենալու եւ մասնագետներ չենք կարողանալու ներգրավել, որպեսզի նոր եկող սերունդին լեզուն կարողանան սովորեցնել։ Մասնագետների գնահատման մաթեմատիկայի դեպքում համեմատաբար ցածր լինելը պայմանավորված է ոչ միայն առարկայի բարդությամբ եւ դպրոցական պատրաստվածության տարբեր մակարդակներով, այլ նաեւ մի շարք գործոններով։ Նրանց խոսքով վերջին տարիներին նվազել է աշակերտների հետաքրքրվածությունը ճշգրիտ գիտությունների նկատմամբ, իսկ ուսումնական ծրագրերի խտությունն ու ժամանակի սահմանափակությունը հաճախ թույլ չեն տալիս լիարժեք յուրացնել նյութը։ Բացի այդ, մեծ դեր ունի նաեւ քննության ձևաչափը, որը պահանջում է ոչ թե մեխանիկական հիշողություն, այլ վերլուծական մտածողություն, ինչին ոչ բոլոր դիմորդներն են պատրաստ։ Չի բացառվում նաև հոգեբանական գործոնը, սթրեսն ու մաթեմատիկայի նկատմամբ ձևավորված վախը։ Միաժամանակ դիմելիության աճը ընդհանուր առմամբ մասնագետները կապում են ոչ միայն քննությունները վերահանձնելու հնարավորության, այլև մի շարք միտումների հետ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։